Այստեղ երկու նպատակ պետք է ունենանք, առաջինը, որ մայրիկները հնարավորինս շուտ վերադառնան կարիերայի կրթության աշխատանքի, բայց մենք պետք է վերաբերվենք այդ process-ին որպես կրթական process։ Այդտեղ էլ պետք է մենք չափորոշիչ ունենանք եւ ոչ թե ուղղակի այտեն զանգակ բան անելու, զնգացնելու տրամաբանություն, դա էլ պետք է իր տրամաբանությունն է, թե ինչի համար ենք մենք դա անում։ Այսինքն աշխատանք, կրթություն աշխատանք բարեկեցություն։ Այս պետք է լինի մեր առանցքային փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը։ Հիմա, բայց սա չի նշանակում, որ պետությունը չի աջակցելու այս առանցքով առաջնորդվող մարդու։ Ընդհակառակը մենք այսօր տեսեք նույն եկամտային հարկի վերադարձի process-ով մենք բան ենք անում, մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Այսինքն ովքեր կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ որ մեզ մեղադրում էին, ասում էին, որ դուք տեսեք, լավ աշխատանք ունեցող եւ աշխատավարձ ունեցողին եք բան անում, նույն ձևի եկամտային հարկ դնում վատին էլ, եւ ասում ենք, այո, դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն։ Մենք այդ մարդուն ասում ենք շնորհակալություն, որ դու քո ժամանակը ոչ թե 1000 ներողություն քուչեքում պոպզած ես անցկացրել, այլ գնացել ես քո ժամանակի, քո ժամանցի, քեֆերի եւ այլնի հաշվին, գնացել ես կրթություն ես ստացել եւ կրթության հաշվին ստանում ես այսքան աշխատավարձ։ Դրա համար պետությունը քեզ շնորհակալություն է ասում եւ քո եկամտային հարկը նվազեցնում է եւ այդպես լինելու է միշտ, որ เป զի այդ կրթության դա էլ է կրթության խթանում, որովհետեւ ում մասին նկատի ունեն, որևէ մեկը չկա այդտեղ կամ կարող է շատ չնչին% մարդիկ լինեն, որ իրանք այդ աշխատավարձերը ստանում են առանց բարձրորակ կրթության։ Եվ սա կրթությունը խթանելու շատ կարևոր միջոց է եւ ճանապարհ է, եւ սա արդեն իսկ փորձով ապացուցված քաղաքականություն է։ Բայց նաեւ մենք պետք է մյուս խմբերին ոչ թե ասենք դե վերջ։ Մենք պետք է աջակցենք եւ անապահովության գնահատման համակարգը առաջին հերթին հենց աջակցությունը անապահովությունը հաղթահարելու։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ կարող է շատ երկար տևի եւ արդյունքում կլինեն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չի ստացվի, որ իրանք հաղթահարեն։ Մենք այդ մարդկանց էլ մենակ չենք թողի։ Ընդհակառակը մենք այս քաղաքականությամբ այդ մարդկանց գոնե կկարողանանք միջին ինչ որ մի արժանապատիվ շեմով աջակցություն ցուցաբերել, ել չեմ ասում, որ բայց աշխատունակ մարդկանց նկատմամբ մեր ռազմավարությունը պետքա լինի, որ իրանք պետքա գնան աշխատեն, իրանք պետքա կրթություն, աշխատանք, բարեկեցություն, իրանք պետքա մղենք այդ ճանապարհ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր ունեն աշխատունակության սահմանափակումներ։ Այս լրիվ ուրիշ պատմություն է։ Սա լրիվ ուրիշ պատմություն է, որ եւ այստեղ է, որ պետության սոցիալական քաղաքականությունը եւ սոցիալական համերաշխության տրամաբանությունը պետքա լիարժեք արտահայտվի։ Եվ ընդհակառակ այս ճանապարհով, երբ որ մենք առավել հասցեական ենք միջոցները օգտագործում, այն շերտ են խավերը, որոնց մենք պարտավոր ենք ուղակի, պարտավոր ենք իրանց կողքին կանգնել, իրենց կողքին կանգնելու մեր որակը էականորեն ավելի բարձր է լինում, չնայած էլի ուզում եմ հիշեցնել, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, որովհետև նույն հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում մեր քաղաքականություններն է հնարավորինս ապահովել նրանց ներառում այդ թվում աշխատանքի շուկա եւ ընդհանրապես կյանք։ Բայց էլի եմ ասում, կան այսօր ամենավառ օրինակը կան աշխատանք եւ լավ աշխատանք ունեցող մարդիկ, որոնց մենք աջակցում ենք։ Եվ մենք ոչ մեկին աջակցելու չենք հրաժարվում եւ չենք էլ հրաժարվի երբեք։ Պարզապես էլի այդ տրամաբանությունը պետքա գործի, պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդը ուժեղացնում է պետությանը եւ մենք բոլոր դեպքերում ունենք մի խնդրանք, պայման, ակնկալիք, որ էլի բերենք պրիմիտիվության մակարդակի, ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկային կտրոնի պետքա որևէ գնումից դուրս չկա։ Իհարկե այսօր տեղեր ունենք, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Էս էլ մեր հաջորդ թեման է, որ մենք կամաց նաև պետքա մտնենք այդ տեղերը, որոնք զարգացած երկրներում այդտեղ չկա, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։
ասենք նույնիսկ շուկայի գյուղատնտեսական շուկայի բաներում բոլոր տեղերը դրած է հսկիչ դրամարկային կտրոնը դրած է եւ դա հաշվառվող առևտուր է ու սա իհարկե կապված է նաեւ հարկային քաղաքականությունների հետ բայց այսօր այդքան շատ բան չանենք չծավալվենք եւ այդ ուղղությամբ չգնանք բայց ակնհայտ է որ աղքատության մակարդակ ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են որ ձգտում է 0-ի եւ այս տեմպը միանշանակ մեզ բերելու է զրոյացման բացի այն դեպքերից երբ որ ասում են որ այնուամենայնիվ լինում են դեպքում ինչ ուզում ես արա մեկը երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի խնդիրներ կան եւ չի լինում հաղթահարել այդ խնդիրները ինչը չի նշանակում չպետք է աշխատենք այս ուղղությամբ այնպես որ մեր սոցիալական քաղաքականությունների իմաստը եւ տրամաբանությունն է նա եւ գուցե թե մենք նոր կառավարությունում գուցե թե մտածենք նաեւ նախարարության անունը փոխելու մասին որպեսզի այս տրամաբանությունը ավելի տեսանելի արտահայտվի այդ թվում նախարարության անվան մեջ դա դեռ կքննարկենք դա ընդհանրապես գաղափար է գուցե այո գուցե ոչ խնդրեմ Արջ արձագանք եմ, պարոն վարչապետ, ձեր նշած որոշ հարցերի միանշանակ ճիշտ է, որ մենք միայնակ չենք թողնում մեր շատ քաղաքացիներ, որոնք այս պահին առնվազն աշխատանք չունեն, ու հիմա էլ նույնիսկ պիլոտի շրջանակներում մենք ունենք առաջարկ մեր քաղաքացիներին, օրինակ հանրային աշխատանքներ կատարել եւ դրա դիմաց փոխհատուցում ստանալ։ Մենք հիմա նախագծում ենք եւ շուտով կներկայացնենք նաեւ կառավարությանը մի լայնամասշտաբ ծրագիր, որը մեզ թույլ է տալու մեր մոտ գրանցված գործազուրկներին եւ աշխատանք փնտրողների թվային գրագիտությունը բարձրացնել, այդ ծրագիրը լավ ավարտածների նաեւ տալ սերտիֆիկատ, որով կկարողանան կրթական ծրագրերի մասնակցել ԿԳՄՍ-ում գրանցված այդ ցանկից։ Մենք նաեւ այսօր պարզապես չուզեցա ամբողջը թվարկել, նաեւ կենցաղավարության եւ ծնողավարության պարտադիր պահանջ ենք դնելու այս ծրագրում, որ քաղաքացիները անցնեն եւ հրաժարվելու դեպքում նաեւ ինչ որ առումով ավելի դժվար լինի իրանց համար նպաստան, այսինքն մեր բոլոր տարբեր քաղաքականությունները համախմբվում են այդ ձեր ասած տրամաբանության մեջ կրթություն, աշխատանք, բարեկեցություն, պետության աջակցությամբ կամ ուղղորդմամբ, հա, բոլոր մակարդակներում նույն հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների տրամադրվող աջակցող միջոցների ծավալն ամեն տարի ընդլայնվում, արտապատվիրակված ծառայություններն են շատանում եւ այն ձեր ասած հատվածը, որ ասում եք, որ իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնք որ չեն կարողանա ինչ որ պատճառով մեր վճարած իմ ասած թվերով նպաստը իրանց այնուամենայնիվ կհանի ծայրահեղ աղքատությունից այսքան ծայրահեղ աղքատության ամբողջական վերացմանը մենք շատ մոտ ենք եւ հույս ունենք որ այս տարի աշնանը մոտավորապես հրապարակվող թվերը 25 թվականի համար կլինեն ավելի լավը քան 0.6%-ը, իսկ 26-ն էլ դե պարզա առավել լավ, որտեղ մնացած բոլոր ցուցանիշները, ինչպես նշեցի, խոսում են դրա մասին։ Բա մնացած